Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր շատ կարևոր հյուր ունենք սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար, հայրենի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գաբրիել Ղազարյանը։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հրավերությունն համար։ Իհարկե ձեզ հրավիրել ենք, չեք կարող սպորտից չխոսել, բայց մինչև սպորտը այնքան խնդիրներ են եկել առաջնագից, որի մասին չի կարելի չխոսել, եւ առաջնային թեման եկեղեցու շուրջ տեղ ունեցող գործընթացներն են, հա։ Այս իշխանությունները գնում են սրացման, չգիտեմ, որոշ դեպքերում ապօրինությունների, որպեսզի ինչպես իրենք են հայտարարել, բարենորոգեն եկեղեցին կամ ինչպես իրականում կա, հեռացնեն վեհափառ հայրապետին Գարեգին II-ին։ Ձեր գնահատականները կան, որ առիթ չի եղել այս թեմաների մասին ձեզ հետ խոսել, ինչ եք կարծում, ինչ է իրենց ուզածը, ինչքանով հասան այդ նպատակին, հաշվի առնելով վերջին հավաքը եկեղեցու տարածքում, խնդրեմ։ Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմի տակ, բնականաբար, բոլորս ենք դա տեսնում, ինձ թվում է համաձայնվեք իմ հետ, ինչ ուզում են այս կառավարության ղեկավարությունը, ինչ ուզում անում են, այտենց չի լինում։ Հերիք չի բաժանել են ժողովրդին սև ու սպիտակի, մտել են եկեղեցի։ Եկեղեցին պետք չի, ընդհանրապես պետությունը որպես առանձին միավոր իրավունք չունի մտնի նույն եկեղեցում որևէ մի գործողություն իրականացնելու կամ պառակտելու կամ բաժանելու սև ու սպիտակի։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին այս վերջերս էր, չէ, որ ասեց Բաղդադ երրորդը զարթնեց եւ որոշեց, որ քրիստոնեությունը Պիտի ստեղծի հայրաքելական եկեղեցի։ Այո, Ինչ աբսուրդ։ իրականում ախր ժողովուրդն էլ լսում է այդ ամեն ինչ, ասում է ճիշտ է ասում։ Բայց եկեք մյուս կողմից նայենք։ Մենք մոռանում ենք, որ Գրիգոր Լուսավորիչը 13, չէ՞, 13 տարի խորվիրապում որպես պանտանտ ով է իրան բանտարկվել է։ Այո, բանտարկել, ով է բանտարկել։ Բաղդադ երրորդը։ Եվ ըստ Մովսես Խորենացու, ինչքան որ ես հիշում եմ, հա, որտեղ կարդացել եմ դա, կանչում է իր նազիր վեզիրներին, ասում է ես լավ չեմ, առողջականս վատ է։ Ինչ խորհուրդ կտաք, ասում են Գրիգոր Լուսավորիչին, բեր, լսի իրան, հավատա իրան։ Բերում է Գրիգոր Լուսավորիչին, հրավիրում է, կանչում է, ասում է ես քեզ հավատում, ասում է ինձ պետք չի հավատալ։ Դու ասուն հավատա։ Այդպես ստեղծվում է այդ Իրեն պրոցեսը։ գուցե կաթողիկոսներ Նիկոլ Փաշինյանին բուժի, որտեղ տղատն էլ չէ, ըստ այդ պատմության խոզի կերպարանք էր ստացել։ Այո, Եվ բուժվեց քրիստոնեություն ընդունելուց հետո։ Գուցե Փաշինյանն այս դիվահարությունից բուժենք, չգիտեմ, կաթողիկոսին խնդրենք, դիմենք, ինչ։ Եթե չեմ սխալվում, 330 թվականին է, չէ՞։ Մահացել են թույնավորվել։ Ինչևից է։ Ուզում եմ ասեմ, պետք չի ներկայացնել նման կերպ։ Այսինքն այսօրվա կարգում, հա, ղեկավար ով ինչ ուզում ասում է եւ ասում է ավտորիտար։ Միանշանակ ավտորիտար ռեժիմ է։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքն, հա, գուցե սուբյեկտիվ կարծիք է, բայց ասեմ, նայեք, եկեղեցին միշտ կարևորագույն դեր է ունեցել։ Վերցնենք ցեղասպանությունը։ Մեր հայ ցեղասպանությունը 1919 թվականին։ Մենք ինչքան է հա ժողովուրդը կամ, չգիտեմ, կուսակցությունները, կազմակերպությունը ինչքան է խոսան, հա, եւ բարձրաձայնեն այդ խնդիրը, մեկը ուղղվածությունը միշտ այդ խնդրի տարել է եկեղեցին։ Եք համաձայնեք։ Իրականում դա այդպես է եղել։ Իմ կարծիքով հիմա նայեք, պառակտելով, բաժանելով, սև ու սպիտակի, ինչ որ սեփ խրելով եկեղեցում, նաեւ մի շարք հարցեր է լուծվում։ Իրանց մտածելակերպով ցեղասպանություն, մենք չենք փագ էջը Արցախի, Արցախը մեր մասնիկն է, մեր հայոց։ Ինչ ենք դա մոռանում, այսինքն
Նաև իմ կարծիքով այդ պարակում որ մտել է, գուցե դա էլ Դե ասում են դեր Արցախը խաղում։ թոք էր, ասում են մեր պետականության վրա։ դա աբսուրդ հասկանում եք, Դուք աբսուրդ բարձր պաշտոն եք զբաղացրել։ Դուք զգում եք, որ Արցախ այն ժամանակ կար Արցախը բավական լավ սոցիալ-տնտեսական Այո։ իրավական կարգով ապրող պետություն էր։ Այո։ Նախագահներ էին ընտրվում, եթե Ադրբեջանում Իլհամ Ալիևների ընտանիքը արդեն քանի տարի է կառավարում, 94 թվականից, հա։ հա, Արցախում 4-5 նախագահ փոխվեց, հա։ Այո։ Այսինքն ընտրություններ էին տեղի ունենում։ Դուք զգում եք, որ ինչ որ թոք կա, որ դուք նախարար եք, զգում եք, որ ձեր կառավարության, պետության վզին ինչ որ թոք կա Արցախի տեսքով։ Դե գիտեք, նախ մեր անբաժան մասնիկ էր Արցախը միշտ եղել եւ վերցնենք հա սպորտային տեսանկյունից նույն մարզիկները քանի աշխարհի չեմպիոն օրինակ տվեց Արցախը։ Եվ Հայաստանի դրոշներ բարձրացրել։ Այո, Հայաստանի դրոշի ներքո։ Այսինքն ընդհանուր սպորտային կյանքը այնտեղ ապրում էր ֆիզկուլտուրա ավելի լավ էր դրված, ասեմ ձեզ, կամ ստե օրինակ Հայաստանում ֆիզկուլտուրան եւ սպորտը բնականաբար։ Տենց որ Արցախը տարանջատել եւ ասել, որ մեր չորթոքն ա եղել։ Մեր Աղազարն ինձ գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս իշխանությունները, նու հասկանալի է, իրենց բոլոր բացթողումները, իրենց բոլոր սխալները, որոշ դեպքում նաև հանցագործությունները փորձում են բարթել տարբեր ուժերի վրա, քաղաքական կլինեն, արտաքին քաղաքական կլինեն, եւ հիմա համոզում են մեզ, որ նու խաղաղությունը վերջապես եկել է։ Խաղաղությունը եկել է ղազախական ծորենի ճանապարհով, ադրբեջանական բենզինի ճանապարհով։ Իհարկե, ես վստահ եմ դուք էլ պետական կառավարման բավական մեծ փորձ ունեք եւ որը adekvat մարդ չի ուզում պատերազմ։ Եվ հասկանալի հատկապես այս վիճակում, երբ Հայաստանը այդքան էլ լավ վիճակում չի, հա։ Բայց արդյոք խաղաղությունը հենց սա է, որտեղ մենք գերիներ ունենք Ադրբեջանում, իսկ ադրբեջանական բենզինը գալիս է հայկական շուկա։ Հենց սա է իրենց պատկերացրած խաղաղությունը։ դա իրենց պատկերացման խաղաղությունն է, պատկերացված խաղաղությունն է։ Մեր պատկերացումով, հա, կարծում եմ մենք միան ձև ենք մտածում, մեզ պետք չի նման խաղաղություն։ Մենք պետք է ճղճիմի դերում միշտ լինենք, ինչ ասեն մենք էլ կատարենք, ոչ տենց չի լինում։ Մենք պետք է մեր բարձունքը ունենանք, մեր տեղում մենք լինենք, որը ունեինք, այո, որը ունեինք, եւ ով շատ է դուրս գնում, ասենք, ну չգիտեմ, դա կլինի, վերցնենք Ռուսաստանը դա։ Աբսուրդ վիճակ է այնտեղ։ Եթե մենք այն ժամանակ որպես հաղթանակած երկրի ներկայացուցիչ էինք, հիմա նույն ադրբեջանցիք ցույց են տալիս, որ մենք ենք կարող, մենք ենք եւ վատը նա է, որ այսօրվա կառավարությունը, ղեկավարությունը, հա, իշխանությունները այսօր ասում են, չէ, ճիշտ է դա։ Եկեք մի հատ հասկանանք, մենք ուզում ենք բարեկամություն, ընկերություն անենք, հա, Ադրբեջանի հետ, թե ուզում ենք լինենք միշտ ճորթը եւ այդ պատկերացումն եմ ասում, ճորթը լինենք եւ յուրաքանչյուր իրանց հաջորդը մենք իրականացնենք, անենք, տենց չի լինում։ Գիտեք, խաղաղությունը հրաշք է, շատ լավ բան է։ Մենք բոլորս մտածում ենք, որ խաղաղություն լինի։ Բնականաբար, ով չի ուզում խաղաղություն, բայց ոչ նման խաղաղություն, ոչ նման տեսակի։ Իմ կարծիքը մի քիչ Որում սա նաև գործընթաց է, որ ի վերջո բերելու է պատերազմի, որովհետև միանշանակ չինացի հայտնի փիլիսոփա Սունցին, որ հետաքրիր միտք է ասում է, որ այո, պետք է պատերազմը հետաձգել, բայց երբ որ այն հնարավոր չի, որտեղ միտեղ ինքը սկսելու է, պետք է առաջինը պետք է պաշտպանվել, որտեղ լավ ինչքան կարելի է զիջել։ Ի վերջո անգամ ամենա, չգիտեմ, թուլամորթ, դավադիր իշխանությունն էլ ինչ որ տեղ գալու է, որ չի կարողանալու հետ գնալ։ Եվ այդտեղ ավելի վատ պայմաններում սկսվելու է պատերազմ, չնայած վստահ եմ, որ հիմա Ադրբեջանն էլ այդպիսի ռեսուրսներ չունի պատերազմ սկսելու, այսինքն թող սա Ադրբեջանը ավելի շատ նմանվել է, գիտեք, ինչի, այստեղ երևի թե կհամաձայնվեք, հայտնի առակում այդ աղվեսի կացինին, հա, որ գնամ բերեմ ծառը կտրեմ, այսինքն Նիկոլ Փաշինյան դարձել է այդ հեքիաթի աղվեսը, Ալիևն էլ այդ կացինն է, որ հայ ժողովրդին ասենք, չեք ուզում, համաձայն չեք, գնամ բերեմ Ալիևին, հա, ծառը կկտրեմ, այդպես չի։ Խելոք մնացեք, թե չայ
Բնական է, մի քիչ, չգիտեմ, նման խաղաղություն հայ ազգին պետք չի, որովհետև մենք միշտ մեր բարձունքը պետք է ունեցել ենք միշտ եւ պետք է ունենք։ Եվ այդտեղ մեծ դերակատարում ունի եկեղեցին։ Իրականում եկեղեցին այսօր մեր միակ սիմվոլն է, այն ինստիտուտն է, որ չի կարելի կպնել, չի կարելի պառակտել, չի կարելի սեփ խրել, սև ու սպիտակի բաժանել, ու չկրկնվեմ։ Կա կարծիք, որ եկեղեցուն հարվածելով այս իշխանությունը նպատակ ունի եկեղեցու համաշխարհային դերակատարումը կրճատել, դարձնել ուղղակի հայաստանյան դերակատարում։ Այսինքն մենք գիտենք, որ եկեղեցի հայ առաքելական սուրբ եկեղեցիներ կան, հա, վանքերտ եկեղեցիներ, տաճարներ կան, անգամ այն պետություններում, որի հետ Հայաստան դիվանագիտական հարաբերություններ չունի, օրինակ Չունի։ Թուրքիան, Այո, որտեղ կան գործող հայկական եկեղեցիներ եւ հայ համայնքը հենվում է միայն եկեղեցու վրա։ այո, Կան պետություններ, որտեղ եկեղեցուն ռեալ մեծ դերակատարում ունի եւ օգնում է Հայաստանին։ Օգնում էր ամենայն դեպս միջև սրանց Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում գործող հայկական եկեղեցին կա նման մտավախություն, որ նաեւ այդ համաշխարհային դերակատարումն են փորձում կրճատել։ իհարկե։ Ցանցը հայկական ցանցը ոչնչացնել։ Այո, իմ կարծիքով այո, բացի դրանից, որ դե ոնց որ ասեցի, այո, եկեղեցին մեր կարևորագույն ինստիտուտներից է։ Եվ իրանք նաև ինչի ես օրինակ վերցի ցեղասպանությունը, ինչի ես օրինակ վերեցի նույն Արցախը։ Այո, ուզում են ընդհանրապես յուրաքանչյուր հայ քաղաքացի, որ գնում է արդ երկիր, առաջի հերթին ինչ է անում։ Գնում է հայկական եկեղեցի։ Ճիշտ է, ես ուր գնացել եմ, առաջինը գնացել եմ հայ առաքելական մեր եկեղեցին։ Նույն Թուրքիայում, Ստամբուլում գնացել եմ մեր եկեղեցին, մտել եմ, մոմ եմ վառել։ Դա մեր արժեքն է։ Մենք պետք է մեր արժեքները ճիշտ պահենք, փայփայենք, որը այս իշխանությունների ոնց որ սրտով չի։ Կան մասնագիտական հարցերի, այս իշխանությունները մի շարք նախարարությունների հետ, փակվեց Սփյուռքի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, նաև սպորտի եւ երիտասարդության նախարարությունը։ Սպորտի եւ երիտասարդության նախարարության դեպքում մի շարք նախարարություններ միավորեցին իրար, հիմա դարձել է ԿԳՄՍՆ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն։ Այսինքն սրանք համատեղելի, պարզ է փոխկապակցված ոլորտներ են, ի վերջո մի պետության տարբեր ոլորտներ են, հա, չի կարող կապ, բայց արդյոք համադրելի են, մի նախարարը կարող է զբաղվել եւ սպորտով, եւ կրթությամբ, եւ գիտությամբ, եւ մշակույթով, եւ երիտասարդներով։ Դե այսօրվա դրությամբ գիտեք, մենք ախրեն երկիրը չենք, որ բոլոր նախարարությունները միացնել իրար։ Դա իրականացվում է ուժեղ պետություններում, որտեղ որ ոլորտային տվյալ ուղղվածությունները ուժեղ են, գործում են, աշխատում են, ֆինանսավորվում են, կողքից բերում են ֆինանս իրանց համար, նաև պետությունն է աջակցում, այսինքն խոսքը գնում է այդ միաձուլման նախարարությունների ուժեղ պետությունների մասին։ Օրինակ Միացյալ Նահանգներում ընդհանրապես սպորտի նախարարություն չկա։ Չկա, բայց ոլորտը ֆանտաստիկ ֆինանսավորում է։ այո, այդ բեռը վերցրել է իր վրա իրանց օլիմպիական կոմիտեն ազգային Ամերիկայի։ Եվ ֆեդերացիաներն էլ են գործում, նայեք ինչ յուրաքանչյուր թե աշխարհի առաջնությունների թե օլիմպիական խաղերին ինչ մեդալ են իրան գրավում։ Այսինքն մեխանիզմը, սիստեմը աշխատում է ինքը իրանով։ Ճիշտ ուղու վրա գնա։ Իսկ նայեք ժամանակը չէր ընդհանրապես սպորտի նախարարությունը միաձուլել։ Նայեք, պետք է պարտադիր առանձին լինի։ Դա կլինի կոմիտե, դա կլինի նախարարություն, ընդհանրապես կապ չունի։ Ան ինչ ուզում ա լինի առընթեր չգիտեմ, բայց ինքը պետք է առանձին միավոր լինի աշխատանքային։ Սենց որպես օրինակ, նայեք, մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր նախադպրոցական հիմնարկներից, հա, օրինակ ծրագիր էինք անցկացնում ամեն տարի, ամենամյա նախադպրոցական լավագույն հիմնարկ։ Ինչ էին անում, այդ մի տարվա մեջ բոլոր մանկապարտեզներում մենք ինստինկտյան արդեն ոնց որ համոզում ենք, որ այդ մանկապարտեզները պարտադիր ունենան, որը հաստիկացուցակով կա, հա, հրահանգիչներ ֆիզկուլտուրայի, որ պարտադիր զբաղվեն, զբաղացնեն երեխեքին
որ մյուս տարի գան մասնակցեն այդ միջոցառմանը, այդ ծրագրին։ Այսինքն մենք իրականացնում ենք ծրագրեր նախադպրոցական հիմնարկներից մինչև տարեցներ եւ բնականաբար հաշմանդամ ունեցող մարզիկ ունենք, լավագույն տես ծրագիր ունենք։ Այսինքն մենք ինչ ենք ուզում սոցիալական այն բոլոր շերտերը սպորտի մեջ շերտերը, այո, ֆիզկուլտուրայի։ Թող սպորտ չլինի, եկեք այսինքն ավելի շատ առողջության, այո, առողջ ապրելակերպի։ Նույն օրինակի համար եմ ասում, հաշմանդամություն ունեցող մարդը, հա, մենք իրան ոնց որ ստիպում էինք, համոզում էինք, արի գնա մարզվի։ Եվ բացի դրանից մենք նաև լուծում էինք էլի մի շարք հարցեր։ Նույն օրինակ, որտեղ որ իրանք պետք է մարզվեին, մենք ամեն ինչը կավորանքը այդպես էինք անում, որ հարմարացնենք համապատասխան։ Այսինքն տեղել էր գործ արվում։ Իրանք մի քիչ լավ էին ազգում այդ ընթացքում։ Ընդ որում ես հետևում էի առաջի տարին, որ իրականացրեցինք այդ ծրագիրը, քիչ մարդ էր իրականում եկել եւ հավատացել։ Տարեց տարի շատացան։ Ու արդեն մարդիկ գնում էին, մարզվում էին, որ մյուս տարի մասնակցեն այդ մրցումներին։ Հիմա դրամական պարգևեր, թե ինչ է, դա երկրորդական է, բայց մենք աշխատում ենք մարդկանց անենք։ Հիմա նայեք, շատ հետաքրքիր է, մենք այն զարգացած երկիրը չենք, որ հեծանվա վազքեր կազմակերպենք եւ հանրությունը հեծանիվ քշի ամեն օր կամ վազի, հասկանում եք, մենք սոցիալ-տնտեսական լիքը խնդիրներ ունենք եւ մեր հայ ազգը ունի, այսինքն հայ մարդ որ զարթնում է, նու абստրակտ եմ ասում, հա, մտածում է ինչ անի, որպեսի բարելավի իր ընտանիքի վիճակը, կարգավիճակը, դա է մտածմունքը, չի մտածում գնա հեծանիվ քշի կամ ինքը կմտածի այն ժամանակ, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանի Հանրապետության լավ լինի։ Որտեղ հեծանիվ քշելու մասին մտածելու տրամադրություն էլ կլինի, հա։ Բայց Երևանի օրինակում նայենք, պարոն Ղազարյան, դա մարդիկ ասենք հեծանիվ ունեցան, որտեղ են վարելու։ Այսինքն հեծանվողիներ չկան։ Քաղաքի շարժը այնպեսին չի, որ մարդիկ հեծանիվ ամենօրյա ռեժիմով օգտագործեն։ Այսինքն այո, նա բերում են երկրների օրինակները, վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Ճապոնիայում էր, ասում էր, այ տեսեք Ճապոնիայում մարդիկ հեծանիվ են վարում կամ աղբը իրենց հետ տանում են այսինչ տեղում են։ Դե աբսուրդի Արդյոք կարելի է Հայաստանի տնտեսությունը համատել Ճապոնիայի տնտեսության հնարավորությունների որպես օրինակ բերեմ, ճիշտ ասած նման միտք կար եւ նախարարության կողմից մենք, եթե չեմ սխալվում, հոլանդական կազմակերպություններ եկել էին այստեղ, մենք խնդրեցինք, որ մի հատ ուսումնասիրեն, մենք կարողանանք նման ուղիներ անել, հա, Հայաստան, Երևան քաղաքում։ Անցավ մի 2-3 ամիս, մեզ պատասխանեցին, որ դա անհնար է ուղղակի։ Անհնար է։ Եվ մենք ոնց որ այդպես հրաժարվեցինք, բայց նայեք, պետք է երկիրը լավ ապրի, մարդը պետք է լավ ապրի, որ մտածի իր առողջության մասին։ Եթե սոցիալ-տնտեսական վիճակը լավ չի մարդու, ինքը ինչ մտա առավոտը գնա վազի, հեծանիվ քշի կամ էս հիմա որ ծրագիր են իրականացնում, հեծանիվներ են բաժանում, բան են անում, մարդիկ եկեք ազգաբնակություն եկեք գնեք հեծանիվ, գիտեք չէ, որ սուբսիդիա կտանք մենք պետությունը, բայց իրանք տալիս են ուղղակի տոկոսը բանկի, վերջ, մնացած ծրագիրը բանկերի համար։ Հա, այսինքն ինքը իրանով չաշխատող ծրագիր է, էլի։ Այդտեղ լրիվությամբ համաձայն եմ ձեզ, ես ուղղակի հիշեցնեմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը, ովքեր աշխատավոր ժողովրդի մեծ մասը, հատկապես մարզերում ստիպված են լինում 6-ին 6-ից արտանալ, որ հասնեն աշխատանքի երեկոյան 8-ին 9-ին էլ նաև տրանսպորտային խնդիրներով պայմանով։ Նոր հասնում են տուն, դուք պատկերացրեք մարդը այդ երբ պիտի հեծանիվ քշի։ Երևի մի հատ էլ սուբսիդիոն ծրագիր տան, ֆինանսավորման ծրագիր տան, բանը, գիշերային լուսավորման սարքեր այդ մարդիկ գնեն, որ հետո նայեք, մեր ռելիեֆային վիճակը Երևան քաղաքի ինքը չի համապատասխանում։ Դա Հոլանդիա չի, որ բարձր, բայց նայեք, կենտրոնից որպես դեպի մանումենտ, հա, գնացող ազատության պողոտա, ով կբարձրանա այն
ճանապարհով, հեծանիվով, դա Կամ եթե նոր քիծիչն են։ կամ նոր-նորքից իջնեն, հետո Աշխատանքի իջնելուց հավեսով քիչն են, Հա, բայց բայց դժվարանում է բարձրանալը- բարձրանալը։ Ինչպես գնա։ դա էր, նայեք, մենք որտեղ դատի մասին խոսացինք, մեջբերում անեմ, էլի, այնց պայտակ մտքովս անցավ, նույն դատի 3-րդ արշակունին 281 թվականին հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Ամբշամարտից ընդ որում։ Մենք ունենք կող մեր հայկական ազգային մարզաձևը եւ այդ տարերը հնարքները, հա, ամբշամարտը այսօրվա ժամանակակից վերցվել է նաեւ մի շարք հնարքներ վերցվել է մեր կող մարզաձևից։ Չենք խոսում դրա մասին, չենք բարձրաձայնում, բայց պետք է հանրությունն էլ իմանա, չէ՞ որ ուրեմն մի հատ абսուրդ բան էլ պատմեմ 2023 թվականին կառավարության նիստին դեկտեմբերի 7-ի, եթե չեմ սխալվում 21:43 թե ինչ, էլ որոշումներ ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման ծրագիր էր տեսլականներով իր եւ այլն։ Ուրեմն կետերից մեկը ասում է հետեւյալը, որ Հայաստանը, հա, ընդ որում 2024 թվականից ծրագիրը մինչև 2030 թվականներն է, այդ ժամանակահատվածում Հայաստանը պետք է ունենա 15 Եվրոպայի առաջնություններից տարբեր մարզաձևերից ոսկե մեդալ, 8 աշխարհի առաջնություններից մեդալ, էլի տարբեր մարզաձևերից եւ առնվազն 3 օլիմպիական մեդալ։ Բացի այդ, մեր ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է ներգրաված լինի արդեն եզրափակում Եվրոպայի առաջնության, իսկ մեր շախմատիստները պետք է հավակնորդ լինեն, եթե չեմ սխալվում, աշխարհի առաջնության։ Նայեք, հիմա ուղղակի օրինակ եմ բերում։ Նույն 2023 թվականին, եթե չեմ սխալվում, ընդհանուր տարբեր մարզաձևերից Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից մեր հայ մարզիկները ներկայացնող տարբեր մարզաձևեր, հավաքականի մարզիկները գրավել են 445 մեդալ, որից 125-ը մենակ ոսկե մեդալներ ա եղել։ Հասկանանք, սա էլ է абսուրդի ժանր։ Այսինքն ի՞նչ է նշանակում պետք է ունենանք 8 անպայման եւ ով է որոշել այդ 8-ը, ով է որոշել, որ մենք օլիմպիական 3 հատ մեդալ պետք է ունենանք։ Օլիմպիական 3 մեդալ առնվազն։ Դա ասում եմ մի բանի մասին, Որ մարդիկ ոլորտը չեն պատկերացնում։ այո, մասնագիտական ոչ ճիշտ մոտեցում է։ Վերջ։ Իսկ եթե նախարարությունը լիներ, բնականաբար նման բան չէր լինի։ Թող կոմիտեներ նախարարություն։ Մենք նախարարության կրճատման մասին խոսեցինք, եստեղ կարծեք թե անջատություն թույլ տվեց, ասի երիտասարդությունը ընդհանրապես դուրս է, չէ՞ Դուրս թողնել։ է եկել, Ոչ թե միացվել է բացարձակ այս ԿԳՄՍ-ին, կարծում եմ ընդ բաժին կա, որը զբաղվում է երիտասարդական բլոկ կլինի բնականաբար ու կա վստահ եմ։ Բաղազան, ինչ սովորաբար բոլոր պետություններ ուշադրություն են դարձնում իրենց հասարակության երիտասարդ շերտի վրա, հատկապես ինչու, որտեղ այդ մարդիկ նախ ոնց որ զարգացման փուլում են, կարող են տարբեր ազդեցությունների տակ ընկնել եւ մյուս կողմից հաջորդ անգամ պետությունը ոնց ասած իրենց ձեռքում է լինում որպես կառավարիչներ, հա։ Ինչ ծրագրեր եք օրինակ դուք իրականացնում եւ ինչ պիտի իրականացներ երիտասարդությամբ զբաղվող կառույցը, որը չկա կարծեք։ Նայեք, բազում ծրագրեր ենք իրականացնում երիտասարդական բլոկով, որից մի ծրագիրը ես կարող եմ, հա, ասեմ, որը մեծ շուկով անց էր կացում եւ մեծ դիվիդենդ էր բերում թե այդ քաղաքին, թե երիտասարդության երիտասարդական կազմակերպություններին։ Դա լավագույն երիտասարդական քաղաք, այնց մրցանական բաշխություն։ Յուրաքանչյուր քաղաք, որը որ այդ տիտղոսը տանում էր, հա, իր քաղաքի համար գրանտեր էին գալիս երիտասարդական տարբեր կազմակերպությունների համար, աշխուժանում էր եւ դա մենք տեսնում էինք իրականում։ Հիմա ոչ մի բան չի իրականացվում, գրեթե ես Բոնե տեսանելի չի, բայց հա տեսանելի չի, չգիտեմ, իրականացվում է, չի իրականացվում, բայց մենք այդ ամեն ինչը
ճիշտ կազմակերպված տանում էինք առաջ։ Խնդրեմ, թող իրականացնեն, դա իրականացնեն։ Կամ եւս մի բան պայտակ հիշում ասում եմ։ Նայ, մի կետերից մեկն էլ պարտադիր Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Եվրոպայի աշխարհի առաջնություններ երիտասարդների մեծ ասակների կապ չունի։ Իսկ Դա 23 թվականի ծրագրում։ նու ընդհանուր առմամբ տենց ուղի են բռնել։ Իսկ այդ գումարը, որ պետությունը ծախսում է այդ տվյալ միջոցառման համար, չի կարելի օրինակ ուղղորդել massայական սպորտին։ Մենք այսօրվա դրությամբ չունենք ֆիզկուլտուրա, մենք չունենք massայական սպորտ։ Մենք չունենք կառույցներ, մենք չունենք այն ճիշտ ուղի տանող ծրագրեր, որ մենք կարողանանք ազգաբնակչությունը զբաղվի բերենք, հա, այդ ամեն ինչը անենք, կարողանանք անենք, որ բերենք ֆիզկուլտուրայի զբաղվելուն։ Massայական սպորտ չունենք։ Իսկ massայական սպորտ եթե չունենք, մենք չենք ունենա մեծ սպորտ։ Բնականաբար դա նորմալ երևույթ է, հա, ինքը շահ կապված է իր հետ։ Դրա վրա պետք է ուշադրություն դարձնեն։ Շատ լավ, պարոն Ղազարյան, վերջին հարցս, բայց սա ոչ թե մասնագիտական է, ոչ թե ձեր ղեկավարած կառույցի գործունեությանն է վերաբերում, այլ պետականաշինության, պետական կառավարմանն է վերաբերում։ Ձեր կուսակցության ղեկավարը վերջերս այսպես մի հայտարարություն էր արել, որ Հայաստան պետք է վերադարձվի կամ պիտի Հայաստանում փոխվի կառավարման համակարգը, նախագահական կամ կիսանախագահական այդպես հստակ չէ, բայց նախագահական կառավարման, դա հիմա կիսանախագահական կլինի, լրիվ նախագահական կլինի, այլ քննարկման հարց է։ Եվ իսկապես ես տեսնում եմ, որ սա իրականում քննարկելու անհրաժեշտություն կա այս հարցը, որովհետև մենք տեսնում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելը բերում է անպատասխանատվության մթնոլորտ։ Դու չգիտես, լավ այդ հարցը ում հրաժարականը պահանջես էլի։ Երկրորդը սա իմ համար մշտապես էս բան եղել, խնդիր եղել, երբ որ անգամ ճգնաժամային պահերի, երբ որ պահանջես երկրի վարչապետի հրաժարականը, մեխանիզմը այնպեսին է անաս, մի անգամ պետք է հրաժարական տա, երկու անգամ պետք է չընտրվի, չգիտեմ, абսուրդի հասցվող դժվարություններ են, հա։ Եվ որ ամենակարևորն է այդ պատասխանատվության բացակայությունը, պատասխանատվության ինստիտուտի։ Դուք նաև որ եղել եք նախարար, հա, պետական կառավարումը բավական լավ պատկերացնում եք վստահաբար ինչ կարծիք եք այս իմաստով եւ ինչ կտա նախագահական կառավարումը եւ ինչ թերություններն են արդեն որպես պետական կառավարման փորձ ունեցող մարդ, ինչ թերություններն են այս խորհրդանական կամ այսպես ասած սուպեր վարչապետական կառավարումը։ Գիտեք, փորձը ցույց տվեց այս տարիների ընթացքում, որ պարլամենտական երկիր լինելով Հայաստան դեռ չի հասունացել։ Այսօր իմ կարծիքն է, գուցե նաև սուբյեկտիվ եւ գուցե եւ կուսակցության կողմից կարող եմ արտահայտեմ, այո, կիսանախագահական մոդելը այսօր Հայաստանի համար շատ անհրաժեշտ մոդել է։ Տոնի կիսանախագահական Ինչ է տալիս դա ավելի բան, ինչի հաշվին ավելի շատ աշխատում, անձի կայացած որոշումների, թե պատասխանատվության ինստիտուտի գոյության։ Այո, այդ ինստիտուտի հասկանում եք, այսօրվա դրությամբ, եթե փորձն այլի ցույց տալիս, այս տարիների փորձն է ցույց տալիս, ազգային ժողովը չի կարողանում իրականացնել այն ուղղվածությունը, մենք երբ չենք հասունացել երևի, ոնց որ այլ երկրներում է։ Դրա համար մենք հələ դեռ պետք է հասունանանք պարլամենտական երկիր լինելու համար։ Այսօր ամենաճիշտ մոդելը աշխատանքային դա կիսանախագահական մոդելն է։ Շատ լավ, կուսակցությունում ինչ եք քննարկում, դա լինելու է ձեր ծրագրերի ներկայացող ծրագրի մի մասը, չգիտեմ, գուցե քննարկեք այլ քաղաքական ուժերի հետ, թե չկա դեռ այս քննարկում։ Ну, բնականաբար արդեն որ լինի ծրագիրը վերջնական փուլում է եւ որ արդեն ծրագիրը լինի, կներկայացվի հանրության։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, բավական հետաքրքիր էր լսել ձեզ, նաև հատկապես ձեր ղեկավարած կառույցի հետ կապված փոփոխությունների մասով, այո, ինձ մոտ տպավորություն է, որ այս սպորտի երիտասարդության նախարար կրթության մշակույթի այդ մի խոսքով բառեր, մի շարք բառերի նախարարությունը, այո, հիմնական նպատակը
հասարակության մշակութային կոդի փոփոխությունն է, իսկ մնացածը ուղղակի այսպես բացի թողի վիճակն է։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան մեր հավելումների համար։ Ես շեշտեմ զրուցում եմ սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Հայրենի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գաբրիել Ղազարյանից, տեսություն կհանդիպենք։